Շները միացել են փրկարարական աշխատանքներին, կյանքեր են փրկում Մյանմայի ավերիչ երկրաշարժից հետո։ Թայլանդի փրկարար շների ասոցիացիան գտնում է ինչպես փլատակներում ողջ մնացածներին, այնպես էլ մահացածներին հոտառությամբ։ Սա մեր թիմի բազային ճամբարն է, 11 շուն ունենք, շատ լուրջ ենք վերաբերվում իրենց։ Ջերմաստիճանն այստեղ 35 աստիճանից էլ բարձր է, բայց մենք լուծել ենք նրանց հովացման խնդիրը։ Բացի բներում հովացման համակարգով գորգերից ու շարժական օդորակիչներից, Չորքոտանի փրկարարները իրենց անհատական կոշիկներն ունեն։ Իսկական փրկարարների պես շներն էլ հանգստանալու ու հերթափոխին պատրաստվելու ժամանակ ունեն։ Գործն ավարտելուն պես բոլոր շների թաթերը մանրամասն զննվում են, կամավոր անասնաբուժների մի ամբողջ խումբ է մեկնել, հատուկ նրանց առողջությանը հետևելու համար։ Ամեն անգամ դեպքի վայր գալիս հատուկ կոշիկներ են վերցնում, հաշվի եմ առնում փլատակների քանակը, եղանակային պայմանները, դա անում եմ շների անվտանգության համար։ Մարտի 28-ին էր Մյանմայում 7.7 մագնիտուդով երկրաշարժ գրանցվել։ Զոհերի թիվը հասել է 3085-ի, 4715-ը ծանր վնասվածքներ են ստացել։ 341 մարդ անհետ կորած է համարվում, երկրում համազգային սուգ է հայտարարվել։ Ավերածություններ կան նաև հարևան 5 երկրներում՝ Բանգլադեշում, Հնդկաստանում, Լաոսում, Չինաստանում և Թայլանդում։ Մարիամ Ամիրջանյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։